Տերորդի Ժորջան Փարտեր Հիսուսին գողություն մեր Տիրոջը, որ տվել է մեզ հնարավորություն այս տերունական օրը գալ իր ոտքերի առաջ։ Սիրելիներ, ես ուզում եմ Սուրբ գրքից կարդալ Փիլիպպեցիների նամակից Պողոս առաքյալը այդպիսի հորդորական խոսք ուղղեց Փիլիպպեցիների եկեղեցում, որը գրվել է դարեր անցել է, բայց խոսքը չի փոխվել, մնացել է նույն, հասել է մեզ, փառք Տիրոջը դրա համար։ Փիլիպպեցիների նամակում ուրեմն առաջի գլխի 27 համարը եղբայրներ քուրեր, սա շատ հայտնի խոսք է, շատ անգամ կարդացված, շատ անգամ քարոզված։ Տեր օգնի կուզեմ ևս մեկ անգամ այս խոսքերը մենք կարդանք, լսենք, հիշենք, խորենք։ Միայն թե Քրիստոսի ավետարանին ինչպես կվայել է, այնպես վարվեցեք, որպեսզի եթե գամ ու ձեզի տեսնեմ, կամ հեռու լամ ձեր վրայով լսեմ, որ դուք հաստատուն կկենաք մեկ հոգով ու մեկ շնչով, պատերազմակից կլաք ավետարանի հավատքի համար։ Փառք Տիրոջը։ Երկար տարիներ սիրելիներ, այս խոսքը կարդացվել է, քարոզվել է, սիրելիներ, ես չգիտեմ, իմ համար դրված է իմ կյանքի օրակարգի մեջ, ես չեմ ասում, որ այս խոսքը իմ կյանքում լիարժեք մարմնավորվել է, բայց սրա հետևից եմ գնում, փառավորվի Տերը։ Որտև իրականում կյանքում, սիրելիներ, մարդը միշտ սովոր է պատերազմելու, մարդու կյանքում պատերազմը անդադար է։ Գործի ժամին, հարսանիքի ժամին, ճոխսեղանի շուրջ, մարդի մեջ միշտ կա պատերազմ։ Բայց Պողոս առաքյալը Տիրոջ հոգիով, սիրելիներ, մեզի տվել է մի շատ օրհնյալ, այսպես ասած, ուղղություն, որպեսզի մենք իմանանք, մեկը պետք է պատերազմենք, իմանանք ինչի համար ենք պատերազմում։ Ինչ է մեր պատերազմը Իրանից ներկայացնում, սիրելիներ։ Սա միևնույն ժամանակ հոգևոր մարդու կյանքի նպատակը պետք է լինի, փառավորվի Տերը, պատերազմել ավետարանի հավատքի համար։ Գիտեք, սիրելիներ, դեպքեր կան, մարդիկ մտածում են պատերազմել ավետարանի հավատքի համար, կնշանակի, որպեսզի մտնենք բանավեճի մեջ ու մենք հաղթենք այդ բանավեճը։ Այդ կլինի պատերազմի հաղթություն։ Ավետարանի հավատքը մեզ ինչ է սովորեցնում, սիրելի եղբայրներ եւ քուրեր։ Ես ուզում եմ հիշենք Մարկոս ավետարանի առաջի գլխի 15 համարը, Մարկոս ավետարան առաջի գլուխ 15 համարը։ Նու 14-ից կկարդամ ես, եղբայրներ քուրեր։ Եվ Հովանեսը մկրտվել են, ետև Հիսուսը Գալիլեա եկավ, Աստծո խոսքը, Աստծո արքայության ավետարանը կքարոզեր ու կսեր, ժամանակը լրացած է, Աստծո թագավորությունը մոտեցած է, ապաշխարեցեք ու ավետարանին հավատացեք։ Սիրելի եղբայրներ եւ քուրեր, Տերը թող օգնի մեզի, մենք բոլորս եկել ենք այսօր փառք Տիրոջը, տասնյակ կիլոմետրերով, մարդկա 100 կիլոմետրից ավելի ճանապարհ կտրել, որպեսզի այսօր այս վայրում ներկա լինի։ Տեր օգնի մեզի, որպեսզի մենք կարողանանք վերջը մեր ներսում այդ նախանձախնդրությունը ի գործ դնենք, Տիրոջ առաջ, Տիրոջից առնելու մենք քիչ առաջ երկեցինք, որ չեմ թողնի, չեմ գնա, միջև դու ինձի չորտնես։
Սա պատերազմ է, այսինքն պատերազմես, որպես իրականում առնես օրհնություն։ Մենք հին ուխտում գիտենք մի շատ օրհնյալ դեպք, Հակոբ նահապետի մասին է գրված։ Այս անձնավորությունը այդպես կպած Աստծու հետ աղոթք էր անում, որը մենամարտ է կոչվում ավետարանի լեզվով, ասում է մենամարտի մտավ, մինչև ինձի չորտնես, ես քեզ բաց չեմ թողնի։ Այս հետաքրքիր է, մենք յուրաքանչյուրս, եթե հիմա ուզենանք, փափագենք, ցանկանանք, որպեսզի այդպիսի պաշտամունք տեղի ունենա մեզնից յուրաքանչյուրի հետ։ Տեղի կունենա, թե չէ սիրելներ։ Բայց եթե եկել ենք ուղղակի 2 ժամ ներկա լինելու եւ գնալու, ցավոք սրտի, այդ բանը տեղի չի ունենա։ Իսկ եթե եկել եմ նախանձասրտությամբ, այսպես ասած, նախանձախնդիր կարգով, որպեսզի պայքարեմ, պատերազմեմ, որպեսզի ես առնեմ այդ օրհնությունը, հաստատ կառնեմ, որովհետև խոստացողը հավատարիմ է, օրհնյալ լինի իր անունը, փառք ասենք Տիրոջը, սիրելներ։ Եվ ուզում եմ վերադառնալ մտքին, սիրելներ, պատերազմենք ավետարանի հավատքի համար։ Ավետարանի հավատքը, սիրելներ, ներողություն, ավետարանի հավատքը դա լեկցիա չի, ճոխ բառապաշար չի, շատ խոսքերի հաճոյախոսություն չի, ավետարանի հավատքը դա կյանք է և կարդինալնի փոփոխություն է մարդի հոգու աշխարհի մեջ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Օրինակ ես ուզում եմ կարդանք նույն ավետարանից Մատթեոս, տեսեք ինչ ասում Տեր Հիսուսը, մենք շատ անգամ սիրելներ կարդում ենք, մենք շատ անգամ լսում ենք, բայց ուզում եմ մեզի ամեն մեկս հարց տանք, մենք հավատում ենք այդ խոսքերին, թե չէ, որովհետև մեր ներսի փոփոխությունը կատարվում է հավատքով, հավատքից և հավատքի համար, փառավորվի Տերը։ Հիմա այսպես ասում, տեսեք սիրելներ, Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 44 համարից էլ եմ ասում, բոլորիս հայտնի խոսքը, ես նորություն չեմ ասում, սիրելներ, ուղղակի ուզում եմ, որպեսզի մեր անկեղծ միտքը արթնացնենք, սթափվենք և ամեն մեկս կարողանանք այս ճշմարտության վրա կառուցվենք։ Բայց ես ձեզի կսեմ, սիրեցեք ձեր թշնամիները։ Եկեք հարց տանք, սա ավետարանի հավատքից է, թե չէ։ Պատերազմեք, ասում է Պողոս առաքյալը, ավետարանի հավատքի համար, որպեսզի ինչ կատարվի, ոչ թե որ ուրիշներին ես պահեմ իշխանության տակ, այլ ես գտնվեմ Հիսուսի իշխանության տակ։ Փառավորվի Տիրոջ անունը։ Սիրեցեք ձեր թշնամիներին։ Մենք հավատում ենք այս խոսքերին։ Օրհնեցեք ձեզանից ողներին։ Բարիք արեք ձեզի չար կամեցողին, աղոթք արեք ձեզ հալածող չարչարողի համար։ Ես չեմ հարցնում, մենք գիտենք, մենք բոլորս էլ գիտենք, անգիր, դուք ավելի լավ կասեք, սիրելներ, Տեր օրհնի, բայց ուղղակի եկեք մենք մեզ հարց տանք, մենք հավատում ենք այս խոսքերին։ Եթե հավատում ենք, մեր պատերազմ ուրեմն սկսվել է, որպեսզի այս կերպարանքը, այս բնությունը գա և հաստատվի, բնակվի մեր մեջ, փառք Տիրոջը։ Որտև Տեր Հիսուսը, սիրելներ, չի եկել երկիր, աշխարհ, խաչվել, հարություն առել, որպեսզի մենք ուղղակի իմանանք ավետարանը։ Հռոմեացիների 8-րդ գլխում, սիրելի եղբայր քույրեր, Հռոմեացիների 8-րդ գլխում, տեսեք ինչ խոսքեր ասում նույն Պողոս առաքյալը։
Վասնզի զանոն որ առաջվնե կճանչնար, առաջվանից էլ սահմանեց, ասում է 29 համար Հռոմեացիս 8:29. Վասնզի զանոն որ առաջվնե կճանչնար, առաջվանից էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որպեսի նա անրանիկը լինի շատ եղբայրներու մեջ։ Փառք Հիսուսին, կարանք սրտած ասենք փառք Տիրոջ ես մեծ պատվի համար, ես մեծ շնորհքի համար, սիրելի եղբայրներ քուրեր։ Էսի մեր արժանիքներից չի, մեր արած զոհաբերություններից չի, մեր գործած բարեգործություններից չի, այլ Աստծո եւ հավիտենական սիրուց է, փառք Տիրոջը, որ ինձ ու քեզ բաժնեկից արել, իսկ ինչքան ես ու դու կմնանք այս բաժնին հավատարիմ, սա կախված է արդեն իմ ու քո հավատքից ավետարանի հանդեպ ունեցած։ Տերը թող զորացնի մեզի, որովհետև ավետարանի հավատքի համար պատերազմել կնշանակի նմանվել Հիսուս Քրիստոսին, փառավորվի Տերը։ Ավետարանի հավատքի համար պատերազմել կնշանակե խոնարհվել, եղբորը բարձրացնել։ Ավետարանի հավատքի համար պատերազմել, սիրելի եղբայրս եւ քուրս, կնշանակի քո դիմացինին քեզնից բարձր դասել։ Սա է ավետարանի հավատքի պատերազմի բուն միտքը։ Տերը թող զորացնի մեզի, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ եւ ինքը պատերազմը ցույց տվեց, ասեց ես չեկա, որպիսի սպասավորություն ընդունեմ, եկա որպիսի սպասավորություն անեմ։ Ես չեկա որ կորցնեմ, եկա որպեսի կորսվածը փնտրեմ եւ փրկեմ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Սա ավետարանի հոգին է, սա ավետարանի կյանքն է, սա ավետարանի զորությունն է։ Փառավորվի Տիրոջ անունը։ Տերը թող պահի մեր սրտերը այս սիրո եւ հավատարմության մեջ, որովհետեւ սա միակ դուռն է, որը կարող է ինձ ու քեզ մտցնել երկինք։ Փառք Տիրոջը։ Թող Տերը զորացնի ամեն